Հարգելի տիկին Հայոն, հարգելի տիկին նախարար, ողջունում եմ ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Bled ռազմավարական ֆորումի շրջանակներում եւ այժմ պատիվ եւ հաճույք ունեմ հյուրընկալել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Սա իհարկե շատ լավ հնարավորություն է զարգացնել մեր համագործակցությունը եւ կարեւոր հանգրվան է հետագա ուրեմն զարգացման համար այդ հարաբերությունների։ Հարգելի գործընկերներ, մենք այսօր բավականին համակողմանի համապարփակ քննարկում ենք ունեցել եւ երկկողմ օրակարգի վերաբերյալ եւ տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների վերաբերյալ կուզեի մի քանի բան առանձնացնել։ Նախ Հայաստանի եւ Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը այն ընթանում է բավականին ինտենսիվ եւ հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա եւ իհարկե նաեւ փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել, կարծում եմ այդ հարաբերություններին եւ պետք է նշենք, որ երկուստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու։ Երկրորդը, որ կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Իհարկե թիրախ է, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը եւ այս առումով մենք խոսել ենք նաեւ այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի ներդրումների աջակցման կենտրոնի եւ Սլովենիայի Spirit Slovenia գործակալության միջև։ Կարևոր երկխոսություն է նաև գործընթացը, որ այժմ ընթանում է Երևանյան երկխոսություն մեր ֆորմատի եւ Bled ռազմավարական ֆորումի միջև։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։ Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների եւ նաեւ կանանց մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունները ոչ միայն քիչ առաջ նշածս ուրեմն երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում ուզում եմ նշել եւ կարծում եմ տիկին նախարարը ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը ըստ էության օրակարգի բոլոր կետերով եւ ավելին ասեմ, տեսնում ենք նաեւ Սլովենիայի պատրաստակամությունը ել ավելի ուրեմն մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պայն ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում։ Իհարկե կարևոր են մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այլուր, եւ մենք մեկ անգամ չէ որ առիթ ենք ունեցել տեսնելու որքան գործուն է այդ համագործակցությունը։ Իհարկե մենք այսօր անդրադարձել ենք նաեւ մեր տարածաշրջանային հարցերին, գլոբալ անորոշությունների եւ փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել քան երբևէ եւ այս առումով եւս Հայաստանի եւ Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։ Ես շնորհակալություն եմ հայտնել եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշման հայտարարությանը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ Իհարկե նաև ներկայացրել եմ գործընկերոջս այս
գործընթացում արկա վերջին զարգացումները, մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ եւ մասնավորապես խոսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից, ինչպես եւ նախկինում մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը։ Տիկին Ֆարոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակեմ այն ամուր կապերով, ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն մեր որպես, ես նկատում եմ եւ ինձ եւ ձեզ անձնապես եւ մեր գործընկերներին պատվիրակություններում եւ մեր դրանպես դիվանագիտական ներկայացուցիչներին տարբեր մայրաքաղաքներում, ուզում եմ ահա եզրափակեմ ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը, դրանք իսկապես մեծ դեր են խաղում եւ դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի եւ Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին, ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների